Նայեք, ինքը էլի իրան նորմերում ունի, ուղղակի հայաստանյան պայմաններում մի փոքր ավելի այլ է, էլի այդ ամեն ինչը կազմակերպում, որովհետև դա արտերկրի կառուցապատումներում հատուկ ցանցեր ատրվում, հատուկ շինհրապարակի պայմաններ ստեղծում է, ինքը փակ շինհրապարակը ստացվում արդյունքում։ Այս մոտ տարբեր համալիրներում դա տարբեր ձևով է արվում, էլի այն ժամանակակից տեխնոլոգիաների մատերիալներն է, որ ինքը CO2-ը նվազեցնում է, օրինակ բետոնալուծման աշխատանքները նախկինում իրանք вообще արվում էին պրոստը բետոնալուծում հենց բետոնով, հիմա այլ մեխանիզմ կա, դա անվանումը թեթև բետոնի ծածկերի տեխնոլոգիա է կոչվում, պլաստիկ մոդելներով, այսինքն ինքը համ այդ ածխածի հետքի վրա է ազդում, որ ինքը դա չլինի ավելի քիչ լինի, համ միաժամանակ ավելի էֆեկտիվ լուծում է ու ավելի նորարարական լուծում է։ Այդ արվում շին մատերիալի տեղափոխման ժամանակ փակվում է, այսինքն շին մատերիալը նոր է տեղափոխվում թափելու, որպեսզի այդ տեղափոխման ժամանակ, process-ի ժամանակ փողոցներում փոշի չբարձրացնի կամ ինչ որ չգիտեմ, օրինակ քարը չընկնի մեքենայի մեջից փողոց, հետագայում աղտոտվածություն ստեղծի։ Շինհրապարակ մուտքը խստիվ արգելվում է, գրասենյակում այդ մասով տնօրենությունն է տիրապետելու, իրանց հետ էլ հանդիպում կազմակերպելը դժվար է լինելու։